Շնորհակալություն հրավերի եւ հնարավորության համար Ավետիսյանների սպանության գործով որևէ մի շոշափելի տեղաշարժ մեզ հայտնի չէ, բացի տեխնիկական ինչ-ինչ մանրամասներ, երեք վստահ տուժածների իրավահաջորդների երեք ներկայացուցիչներ, որոնց գիտեք հայտնի են, զբաղվում են այդ գործով, բայց որևէ ինչ-որ մի նորություն չկա, երեք Ռուսաստանի պատվիրակություն Պետդումայից այցելել էր Գյումրի, Գերեզմանոց և հարցազրույցների մեջ ասել էին, որ ընդառաջելով հայ ժողովրդի խնդրանքին դատավարությունը տեղի կունենա Հայաստանում, այսինքն իրենց մեկնաբանությամբ ըստ երևույթին ուզում են ասել, թե մեծ լավություն են անում մեզ, պարզ չէ թե ով է այդ խնդրանքը իրենց հասցրել, թե մենք խնդրում ենք իբր, որ դատավարությունը Հայաստանում տեղի ունենա, ինչ-որ երեսպաշտական, ծաղրական ռեպլիկ էր Սլուցկու հայտարարությունը, Հայաստանի տարածքում լինելու մասին ամենասկզբից էինք լսել, նույնիսկ հռչակավոր Կոստանյանն էր այդ մասին ասել, բայց դա չէր ոչ հանրության պահանջը, ոչ էլ մասնավորաբար գյումրեցիների պահանջը, ինչը դեռ մնում է օրակարգում, ուղղակի կրկնեմ, գործը մեղադրյալով փոխանցել Հայաստանի արդարադատության համակարգին, այս մասին այնքան է խոսվել, որ այլևս կարիք չկա դա շեշտել, այդ պահանջը մինչ օրս չի կատարված, հանրության պահանջը չի բավարարված, Կոստանյանը ինչ-որ նամակներ է գրում, պատասխաններ չի ստանում, և այս գործով Հայաստանի իշխանությունները անկախ իրենցից ապացուցեցին, որ իրենք Հայաստանի քաղաքացու շահերի սպասարկողը չեն, առնվազն այդպես, իսկ առավելագույնը իրենք օտար երկրի շահերի սպասարկող են, մենք չտեսանք որակյալ գործողություններ Հայաստանի իշխանությունների կողմից, մասնավորաբար այդ պահանջի կատարման մասով, և երկրորդը, որը վերաբերվում էր Սերժ Սարգսյանին, որպես սահմանադրությամբ նախատեսված նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի, և որը ըստ սահմանադրության 49-րդ հոդվածի Հայաստանի անվտանգության երաշխավորն է, մենք 2.5 ամիս է անցել մի քիչ ավելի և չտեսանք որևէ որակյալ խոսք, հայտարարություն, աշխատանք, միջամտություն այն ուղղությամբ, որ հանրությունը երաշխիքներ ստանա, որ այլևս նման բաներ տեղի չեն ունենա Հայաստանի տարածքում, կարծես ոչինչ չի եղել, այս տպավորությունն է, մարդը իր անգործությամբ ապացուցեց, որ ինքը կապ չունի քաղաքացիների շահերի պաշտպանության հետ, մարդիկ կան ասում են, թե սահմանադրության մեջ գրված է, էլի որ երաշխավորն է, էլ ինչ անի այդ մարդը, այդ խեղճ մարդը, էլ ինչ անի, ինչ պետք է անի, տեխնիկական երաշխիքներ մշակի, ռուսներին ու մեր մասնագետներին նստեցնի մի սեղանի շուրջ, մշակեն այնպիսի մեխանիզմներ, որոնք անհնարին դարձնեն նման բաները, շատ հասարակ, չգիտեմ, պահանջ է, հանրային պահանջմունք է սա, որևէ ինչ-որ մի ուրիշ տեղաշարժ, վարկածների առաջանալ, ինչ-որ նորություններ, գործով, չկան, չունենք, չեմ կարող ասել որևէ բան, ամբողջը փակ է պահվում, ինչպես եղել է հենց սկզբից, ռուսական կողմը ըստ երևույթին որևէ բան չի տալիս հայկական հայ իրավապահներին, սրանք էլ որևէ տեղեկություն մեզ չեն տալիս, բացառությամբ այն տեխնիկական մի քանի նրբությունները փորձաքննությունների մասին, սա է ըստ էության կարող եմ ասել, որ նորություն չունենք, հանրությունը նորություն չունի, եթե իրավապահները ունեն չեն ասում, ներողություն, մենք չենք տիրապետում այդ տեղեկություններին, սա Պերմյակովի մասով, համեցեք։ Իրավահաջորդները սկզբում շատ մեծ բան էին տրամադրված, որ եթե չկատարվի իրենց պահանջները բողոքի ակցիաներ կկազմակերպեն, դուրս կգանցի եւ այլն, ինչ եղավ, ինչն է նախաքննության շահերից ելնելով, նրանք ողում են ինչն է պատճառած։ Ամենասկզբից ես հիշեմ եւ հիշեցնեմ, որ հարազատները իրավահաջորդ չէին դեռ, և մի քանի տարբեր կազմակերպությունների, այդ թվում նաև մեր կազմակերպության իրավաբանները անընդհատ կոնտակտի մեջ էին, հասկանալի է ոչ առաջի 2-3 օրերին, հետագա կոնե մի 15 օրերի ընթացքում, համոզելով, բացատրելով, հորդորելով, որ առնվազն թիմում պիտի գրեք, որ ցեզ իրավահաջորդ ճանաչեն։ Վերջապես սկսեցին գրել։ Առաջարկում էինք մենք և ուրիշ շատ կազմակերպություններ իրավաբանական օժանդակություն, փաստաբանական ծառայություն, բան եւ այլն,
Անընդհատ մերժում էին եւ ճշգրիտ չեմ հիշի, երևի դեպքից մի 25 օր հետո մեկ էլ իմացանք, որ մի հոգի արդեն ընտրվել է որպես նրանց ներկայացուցիչ։ Երեմ Սարգսյանի մասին է խոսքը։ Տեսականորեն եւ արդյունավետության տեսանկյունից շատ շահեկան է, որ 7 զոհերը ունենային գոնե մեկական իրավահաջորդ եւ գոնե մեկական փաստաբան, որպեսզի հնարավորինս վերահսկելի լիներ գործը, փոխադարձ վերահսկելի եւ արդյունավետ համագործակցության տեսանկյունից։ Ավելի ուշ Լուսինե Սահակյան եւ Երվան Դվարոսյան միացան անձամբ ինձ գոնե դա ինչ որ կերպ հանգստացրեց, ես հասկացա, որ այս մարդիկ իրենց գործի բարձր պրոֆեսիոնալն են, գիտեինք եւ եղավ այդ փետրվարի սկզբին կարծեմ բողոքի պորտկումը հարազատների կողմից, երբ գնացին Շիրակի մարզի Տատախազի մոտ Ռաֆի Ասլանյանի եւ սկսեցին շատ կոշտ պահանջել։ Հետո ինչքան նկատեցի իրենց հետահակին երկար աշխատեցին, որևէ բացասական կամ դրական իմաստ չեմ տնում այս բառի տակ, եւ իրենք որոշեցին ինչ-որ մի դաթարի գնալ եւ նահանջել չեստ երևույթին։ Մի խոսքով իրենք վերջը իրենց մաշկին ավելի մոտ է եղել ողբերգությունը անձնական իմաստով։ Իսկ հանրային իմաստով բոլորիս է վերաբերվում, անգամ եթե հազար ներողություն, եթե հարազատները ձեռքերը կլվան կամ կասեն այն մարդի մաս չունի բան անել, հանրությունը պետք է պահանջատեր լինի, որովհետև սա ոչ առաջին դեպքն է, ոչ էլ այս իրավիճակին հետևելով կռահում են, որ ոչ էլ վերջինն է դժբախտաբար, եթե որևէ տեխնիկական միջոց չի ձեռնարկվում, ելի նման բաներ կարող են լինել։ Մի քանի անգամ փաստաբանները այցելել են Գյումրի, հանդիպել են իրենց հետ, Երեմ Սարգսյանը հարցազրույց ասուլիս է տվել նրանց տանը առաջին այցի ժամանակ։ Ավելի ճիշտ առաջին ասուլիսը տանը եղավ, այդպես ասենք։ Եվ մի արգելակված ինչ-որ վիճակի զգացողություն ունեմ ես ինքս, չգիտեմ, հարազատները գուցե ավելի շատ տեղեկությունների են տիրապետում, բայց չեն կարող դրանք հրապարակել, բայց դատելով զանազան արձագանքներից հասկանում են, որ իրենք էլ մի շոշափելի տեղեկության չեն տիրապետում, այսքանը։ Երբ փաստաբանները վերջերս ասուլիս հրավիրեցին, երեք փաստաբանները կարծես թե գոհ էին նախաքննության ընթացքից եւ ասում էին, որ մենք կարողանում ենք մասնակցել փորձագիտական, գենետիկայի փորձաքննություններին եւ այլն։ Այսինքն այս պարագայում փաստաբանները գոհ են, դժգոհելի ոչինչ չունեն։ Նեղ մասնագիտական դաշտ է, ցավոք ես երբեք չեմ եղել այդ ոլորտում, փաստաբան չեմ եղել այդ փորձաքննություններից, բան չեմ հասկանում, չեմ կարող գնահատել իրենց գոհունակությունը, բայց վստահում եմ առնվազն երկուսին, որոնց լավ գիտեմ։ Սա։ Պարոն Բարսեղյան, ուզում եք խոսենք նաև հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած բախումների մասին։ Տեղեկություններ կան, որ մեղադրյալների թիվը 19 է առնվազն։ Ինչ նորություն ունեք Ես հասկացա, ես 12-ից էի տեղյակ, որոնցից երկուսն են հրապարակել իրենց անձը, պատրաստ են եղել հրապարակել եւ հրապարակել են Մնացական Ալեքսանյանը եւ Անուշավան Հարությունյանը, առաջինը այդ մեկից տեղյակ չեմ, ներողություն։ 30-ից ավելի հոգի կասկածյալի կարգավիճակ ունեին, 12 ես գիտեի, դուք 19 եք ասում, այդ մարդիկ կարծես պատանդ վերցված լինեն, նրանց մի մասը ում հետ ես խոսել եմ, ծանոթ եմ մի քանիսին, որոնք չեն ուզեցել իրենց անձը հրապարակել, էլի երիտասարդներ են, մինչև 30-35 տարեկան տղաներ են, խոպանի տոմսերը ստացած, ետ տված, տանը նստած, ստորագրություն չհեռանալու մասին եւ գեր են ընկել փաստորեն։ Հիմա եթե մի քիչ հետ վերադառնանք ամսի 15-ին, ես ուզում եմ, որ բոլորիդ համար հստակ լինի արդարորեն։ Երբ Երևանում որևէ մի պիկետ փողոքի ցույց է լինում ռուսական տեսփանատան դեմ, ոստիկանությունը եւ իրենց ուժերը փակում են տեսփանատան շենքի մատույցը եւ ոչ թե Գրիգոր Լուսավորիչ պողոտան, պիտի որ հիշեք։ Գյումրու դեպքում Տատախազության մոտից երբ ժողովուրդը որոշեց գնալ հյուպատոսարանի ուղղությամբ, ոստիկանությունը չգիտես ինչի որոշեց փակել Նժդեհի փողոցը եւ ոչ թե հյուպատոսարանի շենքը պաշտպանել, կոնկրետ օբյեկտ էիք ուզում պաշտպանել, գնայիք օբյեկտը փակեիք, պաշտպանեիք։ Փակեցին բանի Նժդեհի փողոցը, ինչ փողոց է դա։ Գյումրու ամենագլխավոր 3 առանցքներից մեկն է։
Երևանում մի այդպիսի փողոց չկա, որ ես համեմատություն բերեմ, դուք կարողանաք պատկերացնել, թե ինչ է նշանակում այդպիսի փողոց փակելը։ Ուրեմն հենց այդ խաչմերուկներում, որտեղ փակել էին, Շիրակի մարզի երկու գլխավոր հիվանդանոցների խաչմերուկներն են, մեկը բժշկական կենտրոնը, մյուսը ավստրիական մանկական հիվանդանոցը։ Հյուպատոսարանը, մի քիչ այս կողմ մարզպետարանի շենքն է, մի քիչ վերև գազամատակարարման ծառայությունը, դպրոցներ, շենքեր, բան եւ այլն։ Ոստիկաններին հանել շարել էին մի մասին առանց սաղավարտների։ Ուշադրություն դարձրեք, այն մեկի գլուխը, որ կոտրվել էր եւ բացվել էր եւ բնակարան նվեր ստացավ մեր ձեր վճարած հարկերի հաշվին, այդ մարդուն առանց սաղավարտ հանել փաստորեն կանգնեցրել էին քաղաքացիների առաջ։ Քաղաքացիներին չեն ներկայացել այդ ոստիկանական համազգեստով մարդիկ, ովքեր փողոց են փակել։ Ինչը օրենքով պարտադիր է, իրենք պիտի ներկայանան իրենք ովքեր են, այլապես ես իրեն ընկալում եմ ոստիկանական համազգեստով ելուզակ, հրոսակ, որը փակել է Գյումրու գլխավոր փողոցը։ Պահանջներ չեն ներկայացրել քաղաքացիներին, թե ինչ եք ուզում ես քաղաքացիներից, որոնք եկել հասել են ձեր սարքած պատնեշին։ Այնուհետև սկսել են իրենց դագանակներով խփել իրենց վահաններին։ Հետո սկսել են լուսային եւ աղմուկային նռնակներ նետել ցուցարարների մեջ 18-20-25 տարեկան տղերք, որոնք կյանքում նման բան չեն տեսել եւ նման իրավիճակում չեն եղել։ Նրանք էլ խառնվել են իրար, սկսել են հայոյել, ոստիկանները սկսել են ծեծել, սրանք էլ սկսել են քարեր շպրտել։ Էս է եղել, այսինքն շատ կոնկրետ ոստիկանությունը ապօրինություններ է գործադրել, սադրել է բախում, հետո ձերբակալեց մի քանի տասնյակ հոգու, 15 հոգի վիրավոր ոստիկան ասացին, մի այդքան էլ ցուցարար եւ այլն եւ հիմա ասում են, թե այդ ցուցարարները ուզեցել են ոստիկան ծեծել։ Ժողովուրդ ջան, դատախազության շենքի առաջ կծեծեին, էլի ոստիկան։ Մանավանդ այնտեղ ոստիկաններն ավելի քիչ են եւ ցուցարարներն ավելի շատ։ Այս մարդկանց ցանկությունը ըստ ամենայնի եղել է գնալ բողոք հայտնել այդ ինչ է հյուպատոսարանի շենքի դիմաց, ոչ թե ոստիկան ծեծել։ Այսինքն այս ամբողջը հանրությանը ներկայացնում է իշխանությունը հակառակ կողմից, որ այս մարդիկ եկան հարձակվեցին ոստիկանների վրա։ Չանեիք այդ հանցավոր գործողությունները, չանցնեիք ձեր լիազորությունները, այդ մարդիկ էլ չէին ստիպված լինի ինքնապաշտպանվել։ Հիմա այդ մեղադրյալների մեջ կան մարդիկ, որոնցից ընդամենը մի ֆոտո են ցույց տվել, որ կանգնած են այդտեղ, այսինքն այդ պատնեշի առաջ։ Մարդ կա, որ ասեն քարը նետելով տեսագրություն կա, բայց սա էլ դեռ հանցագործություն չէ, ժողովուրդ, երբ որ յուրաքանչյուրը փորձեք պատկերացնել, ով չի եղել նման իրադրության մեջ։ Ինչ որ անհասկանալի արարածներ ոստիկանական համազգեստով, որոնք ոչ մի բան չեն ներկայանում, ոչ մի կերպ, սկսում են հարձակվել ձեզ վրա եւ նետել ձեր վրա նռնակներ, են մարդիկ էլ պաշտպանվել են։ Հեշտությամբ կարելի է դա այդպես մեկնաբանել։ Լավ, այս մարդկանց գերի եք վերցրել։ Իմաստը որն է, կտրեք հասարակական ակտիվ կյանքից, որ եկուս մյուս օր հանրահավաք լինի, հանգարց չգնան այնտեղ, հասկացանք 19 հոգու կտրեցիք, լավ 30 հոգու կտրեցիք։ Հետո ինչու պիտի այդքան դրամաշնորհներ ստացած ոստիկանությունը, ցուցակները կան, այդքան վերապատրաստումներ անցած, ամբողջի կառավարում, ցույցերի կառավարում եւ այլն, բերեք այդպես վայրենավարի շարեք ցուցարարների առաջ, առանց սաղավարտ ինչ եք կանգնեցրել այդ տղեկին։ Այսինքն բերել թիրախ եք սարքել, որ խփեն։ Մի բան լինի, դուք էլ արուն եղավ, բան եւ այլն։ Նորմալ հանդերձանք հագցնեիք, փող չունեիք, ոստիկանության բյուջեն վերջին 3 տարում աճել է 14%-ով։ Վերջին 3 տարում, 3 տարի առաջվա վրա աճել է 50.8%-ով ոստիկանությանը հատկացվող փողերը։ Փող չունեք, ասեք ցույց տանք բյուջեի միջից, որտեղից կտրեք, տանեք ձեզ։ Այսինքն ամեն տարի այդպիսի մի բաներ են մոգոնում, որ մյուս տարի կոնե մի 20% ավելացնեն։ Այսինքն ինչ երազել է ոստիկանությունը, ինչ մտքից անցել է, սա եմ ուզում, ահա տղա ջան, վերցրու գնա։ Բան չի եք այդ մարդկանց առանց սաղավարտանում կանգնեցնում ժողովրդի առաջ։ Եվ այլն։ Հա։ Ես ասեմ այն, ինչ հաստատված է, ուղղակի դրանից 2 շաբաթ առաջ ավտոերթ պիտի լիներ Գյումրի եւ Գյումրու մատույցներում երիտասարդների խումբ էլի փակել է ճանապարհը բան եւ այլն հիմնադիր խորհրդարանը որոշել է կոնֆլիկտ չանել, չպնդել, չզորել եւ ինչպես գիտեք այդ ավտոերթը Գյումրիում չկայացավ, իրազեկման ինչ-որ երթ պիտի լիներ 3 առաջի օրվա դեպքի մատղաշ հերոսների մեջ լրագրողները ճանաչեցին իրենց տեսագրություններից նրանց, ովքեր եղել էին նաև այդ ավտոերթը խափանողների մեջ։ Սրանք 15-ից երևի 30 տարեկան ջահելություն էին, հիմնականում 15, 22, 23 այդպիսի ֆոտոներ կան, վիդեոներ կան, տեսել եք ըստ ամենայնի, ունեին փոքրիկ կրտսեր բրիգադիր, որը երևում էր այդտեղ եւ որին մատնացույց արեց
տուժածը Հրաչիկ Միրզոյանը մինչև վիրահատություն իրեն ցույց տվեցին այդ ֆոտոները, բաները եւ ինքը ասաց, որ ահա այս մեկն է, որի հայրը 3 Գյումրիում Ցայք հեռուստաընկերությանը հարցազրույց էր տվել եւ ասել էր, որ իմ որդին մեղավոր չեն, ապատահական է եղել այդտեղ, բայց եթե խոսքը այդ նույն մարդու մասին է, այդ մարդը ճակերտավոր պատահական մի քանի անգամ այդ ջահելության հետ անցել դարձել այդ հանրահավաքի միջով եւ փորձել է ահաբեկել նաեւ լրագրողներին, ինչ եք նկարում, ինչ իրավունք, մարդու իրավունքներ, չոր ազատություններից, բաներից, հա, բայց յետին պլանում շախմատի տան մոտ մի 100 մետր այն կողմ կային ավելի բարձր կարգի կառավարիչներ, բրիգադիրներ, որոնք կիսաքրեական շրջանակներից էին, նրանցից ոմանք հայտնի են մեր հանրությանը, գյումրեցիներին, եւ այդպես հերրակա կառավարում էր տեղի ունենում։ Նաեւ դատելով այն հանգամանքից, որ մի քանի անգամ խափանվեց սադրանքը, որտեղ գալիս էին փորձում էին ինչ-որ գալմաղալան, չի եկել մեր քաղաք, գնացեք ստեղից, ախր թողեք ժողովուրդ, այս տոնայնությամբ էլի մոտարապես հանգիստ ապրի եւ այլն, հենց սրանց լարում էին, գնում էին այդ կողմը, նորից ուրեմն մի 10 րոպե, 5 րոպե հետո վերադառնում էին այստեղ, ու այդ ամբողջը տեղի էր ունենում ոստիկանության ներկայացուցիչների առատ ոստիկանության ներկայացուցիչների աչքի առաջ նրանց միջով եւ նրանց կողքերից անցնել դառնալով անընդհատ նույն խուրդեն գնում էր այն կողմ, գալիս էր այս ոստիկաններին երևի մի 30 անգամ ցուցարարներից, նաև ես, որը պարտավոր էի այնտեղ լինել, ես ինքս էլ եմ դիմել, թե ժողովուրդ դուք եկել եք ստեղ ձեզ աղոթած էշի նման պահում եք, անունը ինչ եք դրել, դուք գիտեք չէ ինչ էր կարող են լինել։ Բերանացի զգուշացրել եմ, կոնե ես հաստատ գիտեմ, արուն է ձեր ուզածը, սպասում եք մինչև մեկի փորը թափեն, դուք բան անեք, սա ասվել է մինչև այդ տանակահարությունը։ Գնդապետ, ոստիկանության մարզային վարչության պետի տեղակալ Պանել Աշոտ, մագանունն է Պանել, այդպես ենք ասում, հիմի ազգանունը էական չէ, քանի որ ինքը ցույց տվեց, որ Պանելից ըստ էության շատ չի տարբերվում իր վարքով, հա, լուրջ դեմքով ինչ-որ գնում գալիս է հեռախոսով, գործնական ինչ-որ զանգեր է անում, բաներ է անում, ու լիքն էին եւ ծպտված քաղաքացիական համազգեստով եւ ուրեմն համազգեստով ոստիկաններ ոչ մի բան չարեցին, մինչև այդ գյադեկը որոշեցին ծվերով խփել ժողովրդին հերվից, բայց չէին սպասում ռեակցիա, որ մարդիկ պիտի ցուցարարներից սկսեն հետապնդել իրենց։ Հենց վազեցին իրենց վրա, իրենք վազեցին մտան շենքերի արանքը։ Եվ ուշացողներից կամ իդ մնացածներից մեկը ըստ էության տանագահարել է Հրաչիկ Միրզոյանին առաջին բուժօգնության ժամանակ ինքն էլ չէր զգում երևի եւ բուժքույրներն էլ չէին կռահում, որ բոլորին թվաց թե քերծվածք է ինչ-որ։ Դու ասա թափանցող հարված էր եղել, փայծախը վնասվել էր, մի խոսքով վիրահատեցին, հեռացրեցին, մարդուն սարքեցին կես մարդ, մեկին էլ քրեական հանցագործ։ Այսինքն ռեժիմին հաջողվեց ինչ անել։ Ոչ մի բանի համար։ Հանրահավաք էր մի 5-600 հոգի մարդ կար ամենաշատը, պիտի ավարտվեր ելնեին գնային խաղաղությամբ առանց որևէ ինչ-որ բանի։ Ռեժիմին հաջողվեց ըստ էության խփել իրար։ Այս կիսաքրեականները եւ իրենց ինչ որտեղ գողական համարողները երևի տեղյակ չեն այն կանոններին, գողականի կանոններին, որոնք հանրահայտ են հասարակության մեջ։ Երբեք չկատարել իշխանության հանձնարարությունները, երբեք չլինել կամակատար։ Բայց այս դեպքում մենք փաստորեն գործ ունենք այդ արժեքներից հեռացած ինչ-որ մի խմբերի հետ, այդ ջահելներին առողջ ջահել երեխեք են, սիրուն տեսքով բան եւ այլն, բերեցին, փճացրեցին փաստորեն, լցեցին ցուցարար ծեծելու, ինչ են արել այդ մարդիկ, եկել են իրենց բողոքն են հայտնում օգտվելով սահմանադրությունից։ Քրեական գործ, այո։ Որևէ լուրջ չունեմ առայժմ, որ կարող է ճամփին եղել եմ ինչ-որ մի բան եղել է, բայց դե ֆոտոն հայտնի է, անմիջապես է ֆոտոն հրապարակվել եւ դժվար չէ գտնելը։ Սա է բացարձակ ամբողջությամբ ես երբ որ քաղաքում եմ լինում այդպիսի կապ չունի ում հանրահավաքն է միշտ գնում եմ որովհետև մի շարք ասպեկտներով ես պարտավոր եմ լինել այնտեղ սկսվել է մի 16 րոպե ուշացումով իրենց պաստառներն էին պատկերներում կա ելույթներ են եղել ելույթների սկզբում եղել են գյումրեցիների ելույթներ 2-3 հետո նախ հիմնադիր խորհրդարանի Վարդաններ Հակոբյան վարում հանրահավաքը ելույթների մեջ չի եղել ոչ մի այդպիսի բան առաջին լեզվակռիվը այնպես ստացվեց որ եղել է ինձ հետ կենտրոնում էի կանգնած եւ այդ ջահելները մեկ էլ տեսնեմ կողքիցս սկսեցին ղժալ էլի
Ես ուրիշները մոտեցանք, տղեկ, թարգ տվեք, վերջ տվեք, մի բանով չէ, մի կերպ ճանապարհեցինք, 5 րոպեից գնացին նորից ցուցումներ ստացան, եկան նորից 3-րդ անգամ, 4-րդ անգամ վերջը որոշեցին ծվերով խփել։ Այսինքն պատվերը անընդհատ չէր կատարվում, չէր ստացվում կռիվը սարքել վերջապես, ծվերից հետո չէին սպասում, որ կարող է ցուցարարները վազեն իրենց ուղղությամբ, հենց վազեցին իրենք փախան։ Ծեծ ինչ-որ բան չի եղել։ Հա, ռեպլիկ եղավ արդեն վերջում, որ այ լագոդներ հերեցեն, մեկն էլ թե լագոդը դու ես բան, այսպիսի բաներ եղան, իհարկե։ Բայց կներեք, եւ ցույցանող իրավունք ունի ցույց անել եւ սադրելու ցանկություն ունեցող իրավունք ունի փորձել սադրել։ Ոստիկանությունը ինչի համար է։ Հենց նրա համար է, որպես սադրանքը խափանի, տեղի չունենա։ Դուք գիտեք մի դեպք, որ հիմա տեսեք այդ հանրահավաքը իրազեկված է եղել։ Արտոնված բառը խնդրում եմ չօգտագործել, որտեղ օրենքով դա վաղուց չկա։ Պատշաճ իրազեկել են քաղաքապետարանին, թատրոնը էներգասնուցումը պատշաճ ապահովել է, ոստիկանությունն էլ այդ իրազեկման արդյունքում եկել կանգնել է այդտեղ։ Բա եկել եք ձեր ֆունկցիան կատարեք, ժողովուրդ։ Բա մենք ձեզ չենք պահում տոշերից վրա, չենք կերագրում, սնում, հագցնում, կապցնում, ավտո տալիս, բենզին տալիս եւ չեք կարող, կամ դուք իրար հետ եք։ Եվ որևէ դեպք ես չեմ հիշում, որ նման հարցակումներից հետո որևէ մեկին բռնեն պատասխանատվության են։ Ինչ որ ձևական 1-2 բան եղել է, բայց համեմատեք այս երկու դեպքը, հունվարի 15-ը եւ մարտի 28-ի դեպքերը, ոստիկանության գործողությունները երկու դեպքում։ Այն դեպքում ջահելները կատաղած արդարության համար գնացել են բողոքի երթի, բռնեցին, տարան, մի քանիսին նեղեցին, անձնագրերը պահեցին, 19 մեղադրյալ ասում եք։ Այս մի դեպքում աչքերի առաջ ինչ այլանդակություն ասես արեցին։ Պետքերը չէ կանգնած նայում էին, տավարի նման, հենց այդ բառնել հանգիստ խճով կով դիլխորը դժգոհ է թող դիմի ինձ, ասենք տատիտա ինձ, գարազբիրատի կանչի, աղոթած էշ ստայլ։ Ով չգիտե դա ինչ բան է, թող այդ տեսագրությունները նայի ոստիկանների վարքը, դա կոչվում է աղոթած էշ ստայլ, աղոթած էշի վարք են դրսևորել ոստիկան։ Չեն հավատում, թող տնեն տեսագրությունները նայեն։ Էլ չգիտենք ինչպես բացատ։ Դա մենք գիտեինք, վաղուց էր իրենց վարքը այդպեսին բան, բայց որ եկել սկզբից հետ կանգնել եք այդտեղ պարոնայք։ Տեսնում ես, որ լագոդություն է անում, էլ կողքիցդ անցնում դառնում է։ Հազար ձևի էլ ցես դիմում ենք։ Մենակ ես չէ, լիքը մարդ։ Ասում ենք ժողովուրդ, տեր եղեք, մի թողեք, որ արունք լինի։ Հա, տեր չեղան, տեղի ունեցավ այդ արնահեղությունը փաստորեն։ Մի 2 սանտիմետր վերև էր խփում, դե պարզ է, որ դա հատուկ ինչ-որ խառը վիճակում խփել է, կարող էր վեր խփել, հա, սրտին էր խփելու։ Ստեղն էր, ահա, այստեղն է խփել։ Մի քիչ վերև խփել, պետք է այդ մարդը չլիներ այլևս։ Ով պիտի պատասխանի։ Սա հանցավոր անկործություն է։ Բացի այն քրեական գործը, որը հարուցվել է տանակահարության փաստով, մեկ այլ քրեական գործ պիտի հարուցված լիներ շաբաթօրը երեկոյան ոստիկանության ներկայացուցիչների հանցավոր անկործության մասով։ Այլապես ինչպես։ Այլապես ստիպում եք ցուցարարներին ինքնապաշտպանական ջոկատներ ստեղծել։ Այդպես է, չէ՞ ստացվում։ Մի հաջորդ հանրահավաքի համար հաջորդ ցուցարարները իրենք կլինեն թե ուրիշները կլինեն, պիտի դրուժինաներ կազմեն։ Կոպիտ ասած, ես լինեմ այդ հանրահավաքը կազմակերպողը, իմանամ այդպիսի ագրեսիա կա, պիտի կառուցեմ նման ինքնապաշտպանական միջոցառումներ, ուրիշ ինչ անենք։ Եթե ոստիկանությունը չի կարող ապահովել, պիտի ցուցարարները իրենց պաշտպանեն։ Ձև չկա։ Այսինքն սադրանք էր բռնել տալու, դրանցից մի քանի հոգի մի քիչ համահանեին, որտեվ համբերատար կերպով 3-4 անգամ լեզվակռվով, համոզելով, խաթրով, բանով մի կերպ ճանապարհեցին էլ այդ ջահելներին։ Տեսան չէ հնար չկա, պիտի ծվերով խփվի արդեն։ Պարոն Բարսեղյան, Ժիրայր Սեփիլյանն արդեն հետավել է ապրիլի 24-ի շուրջօրյա հանրահավաքի ստեղծման։ Այո։ Մենք ձեր կարծիքն իմանալ դրա մասին ինչպես եք։ Ես համարում եմ, որ հարկավոր է հարգել այն մարդկանց, ովքեր սահմանադրությունը լուրջ են ընդունել։ Ես կարծում եմ, որ մարդիկ իրավունք ունեն իրենց արտահայտման ազատությունը օգտագործել այնպես, ինչպես կկամենան։ Համադրությունը իր իրավունքն է։ Ես չեմ կազմակերպել։ Եթե ես կազմակերպեի նման բան, ես կհիմնավորեի, թե ինչու եմ որոշել ապրիլի 24-ը։ Իրավունքի սա։ Ես գիտեմ, հարգելիս, ես գիտեմ, որ իրենք հիմնավորում են։ Չէ, կարծիքս եք հարցնում, ես ելնում եմ քաղաքացու դիրքերից, ով սահմանադրությունը լուրջ է ընդունել։ Շատերը կան, ով լուրջ չեն ընդունել եւ չեն կիսում։ Որը ներ հիշեցրեք, որտեվ շատ է հնչել։ Ես համարում եմ, որ իրենք իրավունք ունեն, դուք իրավունք ունեք, ես իրավունք ունեմ, մեր խոսքի արտահայտման ազատությունը դրսևորել այնպես, ինչպես մեր խելքը, կրթությունը, դաստիարակությունը, միջավայրը մեզ հուշում է։ Այդ մարդկանց տեղն է, իրավունք ունենք իրավական տեսանկյունից, իսկ բարոյական։
Թույլ տվեք, հա, թույլ տվեք ուրեմն ասեմ։ Այդ բարոյական ասածը դուք գիտեք, որ օրենքների մեջ չի գրած։ Ամեն մեկը առաջնորդվում է, նոր ասացի այդ բառերի շարանը կրկնեմ, իր կրթությամբ, դաստիարակությամբ, բարոյականությամբ, կարիքներով, պահանջներով, բնազդներով, չգիտեմ, ինտուիցիայով, գիտակցությամբ, ենթագիտակցությամբ եւ այլն եւ այլն։ Հիմա այդ խումբը գտել է, որ այդպես պիտի արտահայտի իր բողոքը, ժողովուրդ ջան։ Բողոքի իրավունքը բացարձակ հարգելի պիտի լինի, եթե մենք խոսում ենք իրավական պետության կանխավարկածով։ Եթե մենք խոսում ենք ինչ որ խմբերի հասկացած բարոյականության դոմինացիայի կանխավարկածով։ Այսինքն, այս մի խումբը գտնում է, որ գետինը մտնեք չեք ամաչում, այդ օրերին չեք անում, մոտավորապես։ Բերեք հասկանանք, որն է ավելի ճշմարիտ։ Հիմա երբ որ մաղում եք այդ ամբողջը մաղվում է, տակը մնում է սահմանադրությունը, իմ հասկանալով այսպես է, ժողովուրդ ջան։ Ես հասկանում եմ, որ մնացածը 1000 մարդ 1000 կարծիք։ Ես ոչ դրվատում եմ, ոչ վատաբանում եմ, ոչ քննադատում եմ։ Մարդիկ կան Facebook-ը մտեք, բանը, բայց չգնային հանրահավաքանային, թող չտանագահարեին։ Այս ձևի կարծիք ունեցող էլ կա։ Կարծիքի իրավունքը հարգելի է միշտ, իրավունքը։ Հիմա կարծիքը կարող է ընդունելի լինել, ընդունելի չլինել։ Սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև պաշտոնական մեդիան, իշխանական մեդիան, պրոիշխանական մեդիան կամ իրենցով սնված մեծացած լրատվամիջոցներն ու լրագրողները, որովհետև մեկը ձեր վրա չառնեք հանգարց կներեք իհարկե, իրենք ուրիշ դիսկուրս են ներկայացնում։ Արա չեք ամաչում, ամբողջ աշխարհից մարդ է կարող։ Այդ օրը շանտաժ բանջոր բաներ են։ Արդյոք հենց այդ օրերն է, որ կարող է, հարցրեք կազմակերպիչներին, ժողովուրդ ջան, կարող է։ Արդեն ջրեսետիան կանխատեսել է, որ իրեն մի քանի առաջ ձերբակալ են եւ Արմեն Ռուստամյանը խորհրդարանական չպատվի ժամանակ ասաց միանգամայն ընդունելի կլինի, եթե ձերբակալ են, որովհետեւ կարող է ԱԱԾ-ն ինֆորմացիա ունենա, որ ինչ-որ խոշտժություններ, բաներ են կազմակերպում, հետո նորմալ է, որ ձերբակալ են։ Արմեն Ռուստամյանը ո՞րն էր, ճեղքի տեսության առաջ քաշողն էր։ Ճիշտ հիշում եմ ես, հա։ Ուրեմն ինձ համար նորություն չէ, իրենց հա դե մարդը այդքան է զորել, մի այդպես ենք հիշում մենք իրեն, ուրիշ բանով չեմ կարողանում մտաբերել։ Բանը ինքը եւ իր կուսակցությունը ըստ ամենայնի հերթական անգամ ուզում է կոալիցվել։ Իր մղումները, իր ուրեմն բաները հասկանալի են իսպար։ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունից իրեն ձերբակալելու մասին, հայտարարությունից շատ ավելի առաջ շատերը, նաև ես մտքերովս անցել է, որ հա, պիտի որ ձերբակալեն, փակեն, հա, միտեղ։ Հնարավոր է։ Այս ռեժիմի պայմաններում ամեն ինչ հնարավոր է։ Միաժամանակ ես հիշեցնում եմ, քանի անգամ այդ օրվա հետ կապված, ապրիլի 24-ի հետ կապված, իրենք հայտարարել են, որ լինելու է խաղաղ բողոքի երթ։ Զինված, ինչ-որ հակասահմանադրական, անօրինական մարդիկ գտել են, որ ըստ երևույթին իրենք պիտի մեկնաբանեն, եթե իմ կարծիքն եք հարցնում, երևի գտել են, որ սա էլ է ցեղասպանության նման մի բան է, երևի, բայց խնդրում եմ իրենցից այդ մեկնաբանությունները հարցրեք։ Ես, եթե դուք էլ նման կոչ անեք, ուրեմն այդ օրը ելնել այդպիսի բողոքի, ձեր կոչի իրավունքը պիտի հարգվի պարտադիր։ Եթե մենք սահմանադրությունը կրկնում եմ լուրջ ենք ընդունել։ Ես կատակով չեմ ասում սա։ Լիքը մարդ կա ասում է, հա դե լավ թղթերով ամեն ինչ կարգին է, բայց դե մի բան, հետո ինչ որ սահմանադրության մեջ գրած է, ասինք խո չզորենք։ Ես ձեզ ուրիշ բան ասեմ։ Բազմաթիվ պաշտոնյաներ 20 տարվա ընթացքում փակ զրույցների ժամանակ ասում են մոտավորապես հետևյալը. ասինք ժողովրդավարություն հո չզորեցինք տղեկ։ Մենք պատերազմի մեջ ենք մի շարք երկրների հետ, սա առաջ գիտեմ տակ։ Սպասեք հաղթահարենք, հետո կգա ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ժամանակը։ Ազգային անվտանգությունը վնասվում է ժողովրդավարությամբ եւ մարդու իրավունքներով։ Սա հիմնական դիսկուրսն է, ինչ նստած է Հայաստանի իշխանությունների գլխում արդեն եղավ 20 տարուց ավելի։ Դու մի ասա, լավագույն ազգային անվտանգությունը իսկապես պաշտպանված քաղաքացին է։ Ես այդպես եմ հասկանում, ժողովուրդ ջան, հիմա կարող է ընդունելի չլինի ինչ որ։ Այո։ Հա, երկու օր առաջ, այո։ Նորին են նշանակել։ Ոչ մի կերպ դա գիտեք մարդկանց արդյունքն է հետաքրքրում, ցեզ մեզ բոլորիս այդ վերջնական արդյունքն է հետաքրքրում։ Ամենից առաջ ինչ է տեղի ունեցել, գործի բացահայտումն է եւ պատշաճ բարոյական օրինական պատասխանատվությունը բոլոր նրանց, ովքեր մեղավոր են այդ գործով։ Կլինի անփութություն, կլինի լիազորությունների անցում,
պաշտոնական դիրքի չարաշահում, ընդհուպ մինչև բուն սպանություն իրականացնողը կամ իրականացնողների պատիժը։ Այդ մանրուքները տեխնիկական, որևէ մեկից հետաքրքիր չէ ըստ էության, 4000 հոգի են հարցաքննել, թե 2 հոգի հարցաքննել։ Ես ոչ քրեագետ եմ, ոչ իրավաբան եմ, բայց ես կռահում եմ, որ 2.5 ամսում այդ գործը վաղուց պիտի ուրեմն բացահայտած լինեին։ Իսկապես ամեն ինչ ունեին, որպեսզի այդ գործը բացահայտած եւ ավարտած լինեին։ Հիմա եւ երևի թե մեկ հոգու մեղադրյալով գործ չէ դա։ Դա ամենայն հավանականությամբ էլի ինչ-ինչ մարդիկ կան։ Եթե ոչ կազմակերպման իմաստով մասնակից, ապա կոնե անփութության կամ պաշտոնական դիրքի չարաշահման տիրություն չեն արել եւ այլն եւ այլն։ Այս ընթացքում մեկ այլ բան պարզվեց նաեւ, որին քիչ ուշադրություն դարձվեց։ Դանիելը գրեց Իոնիսյան այդ մասին եւ ասացինք, հիմա կրկնեմ ուղղակի, երբ որ ժամը 2-3-ի միջակայքում փախնում է այդ զինվորը, եթե այդ վարկածն է իհարկե, եւ Վովա Կասպարյանը հարցազրույց տալով իր տեղակալների հետ հայտարարում է, որ Հայաստանի իշխանություններին տեղյակ է պահել ռուսական կողմը 10:06 րոպեին։ Ավելի ուշ, երբ Դանիել Իոնիսյան ուղարկում է հարցում, թե երբ են մեր իշխանություններին տեղյակ պահել պահակի կորելու մասին, գրավոր պատասխանում են, որ ժամը 8-ին են տեղյակ պահել։ Այսինքն նույն ոստիկանությունն է պատասխանում։ Մի դեպքում ուղիղ հարցազրույց է 10:06 րոպեին, մյուս դեպքում ասում է ժամը 8-ին։ Լավ, ենթադրենք 8-ին։ Ենթադրենք ժամը 3-ին եք պարզել, որ այդ ձեր զինվորը զենքով չկա։ Մի կես ժամ էլ տևում է, որպեսզի զորամասի ներսում դուք անվանակոչ անեք, բոլորին հանեք քներից, շարեք, ներկապացակ անեք, հասկանաք, որ այդ մարդը իսկապես զորամասում չէ։ Անհապաղ, այսինքն 3:30 ռուսական կողմը պիտի տեղյակ պահած լիներ Հայաստանի իշխանություններին։ Դա արանքը մնում է 4.5 ժամ, ինչպես հասկանում եք։ Գյումրին ունի 4 հեռուստաալիք, 3 ռադիոկայան, պլյուս ինչ-որ զանազան Facebook-ում լիքը մարդ կա գիշերը չքնող։ Կարելի էր այդ ամբողջը իրազեկել հանրությանը, դուր լուսամուտ փագեին մեկ։ Բռնելու ինչ-ինչ գործողություններ իրականացնեին, որսալու, փողոցներում հսկողություն սահմանելու եւ ով գիտե, կարող է փրկվեր այդ ընտանիքը։ Կարող է չփրկվեր։ Կարող է մեկ ուրիշ փորձանք լիներ, բայց ակնհայտորեն ռուսական կողմը թքած է ունեցել այն միջավայրի վրա, որտեղ ինքը բազա է պահում։ Ինչու անմիջապես տեղյակ չեք պահել։ Լավ, այս հարցերով ով պիտի զբաղվի, եթե ոչ Հայաստանի իրավապահները։ Դատախազը ինչու չի զբաղվում այս հարցերով։ Ախր կան չէ ինչ որ տեխնիկական բաներ կան այդ համաձայնագրերում, որ այդպիսի բան է լինում, բա որ հանգարց ինչ որ չգիտեմ ինչ հրթիռներ կորեն այդ զորամասից, էլի տեղյակ չեք պահելու, մանկակ մինչև գտնեք։ Բա որ տանկեր կորեն այդ զորամասից։ Էլի որոնելու եք ժամերով, ամիսներով, տարիներով մինչև գտնեք Հայաստանի իշխանություններին ուշեք տեղյակ պահելու։ Ով է սրանց հետամուտ լինելու։ Ոչ ես, ոչ դուք չենք կարող սրան հետամուտ լինել, մեռանք կրելով, հայտարարելով, ասելով, բացատրելով։ Բայց իշխանություն ունեցողը, չէ, ով պաշտոնապես լիազորված է, ինքը պետք է ելնի գնա զբաղվի այդ հարցերով։ Պատասխանատվություն ենթարկելու հարց կա։ Վերմյակովին բռնել տանել ռուսական բազա։ Միլիոն անգամ ասել ենք Հայաստանի իրավապահները եւ Հայաստանի իշխանությունները բուն սպանությանը հաջորդած մյուս հանցագործությունների մասով որևէ որակյալ գործողություն չեն ձեռնարկել։ 1-2 կծկդուր ռեպլիկ է եղել ընդամենը, որ հա տեղի ունեցել խախտում, հասկացանք եղել է, բայց հանցագործություններով դիպացահայտի։ Այս հիմքերով է, որ ես ասում եմ, ասացի եւ կրկնում եմ, որ Հայաստանի իշխանությունը Հայաստանի շահերի պաշտպանը չէ, Հայաստանի քաղաքացիների իրավունքների եւ շահերի պաշտպանը չէ, ըստ էության ապացուցվել է։ Էլ ինչպես ասենք։ Ընդառաջելով հայ ժողովրդի խնդրանքին։ Ուրեմն նայեք ինչ անհետեցություն է ստացվում։ Ուրեմն ձեր օրենքներով ուրիշ բաներ նախատեսված, մեկ էլ հայ ժողովրդի խնդրանքը ստացաք, որոշեցիք խախտել ձեր օրենքները։ Սա մեկ, մյուսը ով է խնդրել հայ ժողովրդից։ Երրորդը, ով իրավունք ունի հայ ժողովրդի անունից խնդրել Ռուսաստանի պետ, ինչ խնդրել։ Դուք ով եք, որ պիտի խնդրվի ձեզ։ Ընդհանրապես որևէ խնդրանք չի եղել։ Այսինքն այդ Սլուցկի կոչեցյալները գալիս են փորձում են մեզ բանի տեղ են դրել, հա իսկապես կներեք այդ բարերը հա չեմ ուզում օգտագործել, 3-4 սորտի տեղ են դրել, կանֆետ են տալիս։ Շոկոլադ եք բերել հետները, ձեր խնդրանքին ընդառաջելով Հայաստանի տարածքում, ձեր զորամասի ներսում։ Ես գտնում եմ, որ լավ կլինի բաց լինի, ես էլ իրա կարծիքն է իբր, դադը։ Իսկ օրենքներ չկան։ Այն նախքին դատախազն էր պատմում Աղվանը Հովսեփյան,
ավելի ճիշտ իր մասին էին պատմում, ժողով է անում տատախազների հետ, լիք կա հարցեր են տալիս, բաման պատասխանում եմ, եկել մի մոմենտի արդեն խճճվում է, ասում է, ոչ իմ ժողովուրդ չգիտեք ինչպես անել, առաջնորդվեք օրենքով։ Հիմա սրանն է։ Եվ ցավը որն է նաև լրագրողները ամբողջը բազմացնում ու տարածում են, որևէ մեկը քննադատական, վերլուծական բան չի ասում, թե այս լուծքի դու ով ես այնգեր։ Ով է խնդրել հայ ժողովրդի անունից քեզ։ Ինչ խնդրելու մասին է խոսքը ընդհանրապես։ Երբ որ ձեր իշխանությունը ուրեմն տնից չէ, սլուցկիները կգան այդ ձևի կզառանցեն կգնան, պերմյակովները կմտնեն տունը ինչ ուզեն կանեն եւ այլն եւ այստեղ է ամբողջ գաղտնիքը։ Հենց իշխանությունը մեզնից եղավ, ձեզնից եղավ, կտեսնեք որ նման բաներ տեղի չեն ունենա։ Դուք հարց ունեիք։ Ես ճիշտ եմ համարում, որ ռուսական ռազմապազաները, քանի Հայաստանի իշխանությունները բան չեն տվել, ինչ երաշխիքներ չեն ներկայացնում, այդ զորամասերը տեղակայվեն Մղճան գյուղում, Տեղ գյուղում, Բաղրամյան 26-ի կողքը, Բաղրամյան, չէ լուրջ եմ ասում, առանց հեգնանքի եմ ասում, գիշերը որ այդ տղեկը դուրս կան ջուր որոնելու, մտնեն մոտակա տունը, մտնեն Պրոշյանի այդ կողքի բանը, որտեղ Սերժ Սարգսյանը գիշերում է, չէ, այդտեղ է, չէ, թող մտնեն ախպեր ջան, մտնեն այդտեղ հարցնեն, ասեն ջուր տվեք մեզ, բան տվեք մեզ։ Եթե դու իշխանություն ես, կներեք, որևէ մեկին վատ բան չեմ կամենում, ձեր վրա փորձեք չափել։ Եթե նման բան է եղել եւ իշխանությունը որևէ միջոց չի ձեռնարկում, որ այլևս նման բան տեղի չունենա, ինչ կկամենաք այդ իշխանությանը։ Գնաք Պերմյակովի բաժին դառնաք, ուրիշ էլ ինչ ասեմ։ Ինչպես անենք։ Եթե գտել եք որ հա Հայաստանի անվտանգությունն են ապահովում, բան, ես հակառակի մեջ եմ իհարկե համոզված, բայց լավ, համարենք որ պիտի լինի Հայաստանում իրենց բազան։ Բա եկեք կողքերը ապրեք։ 1000 անգամ ասել եմ։ Եկեք կողքերը տուն վարձենք, ապրեք այդտեղ։ Պատգամավորների համար, նախարարների համար եւ այլն։ Թող իմանաք դա ինչ բան է, այդ Պերմյակովների, բազաների, զորամասերի կողքը ապրելը։ Կամ այն ինչ որ 3 ամիս է ասում ենք Ստեղծեք հանձնաժողով անվտանգության երաշխիքներ մշակելու եւ հանրությանը ներկայացրեք դրանք, որ այս բաները արդեն արել ենք, ժողովուրդ ջան, այս հիմքով կարող ենք ասել, որ նման բան այլևս տեղի չի ունենա։ Ինչ է սա, ինչ մի ծանր բան է, բայց երևի Հայաստանի իշխանությունը մտածում է, որ եթե բան այդպիսի նման մի բան սկսի ձեռնարկել, դա կլինի անկախության հռչակագրի նման մի բան։ Կրեմլից կկանչեն, չհասկացան, կայ ընկեր, դու ով ես որ համարձակվում ես մեր զորքի տեղաշարժի մասին նախնական տեղեկություններ ես ուզում։ 6 զորամաս Գյումրիում կա ռուսական, Երևանում կան, բաներ կան, ինչ է, Արտաշատում։ Գյումրիում միայն 6 զորամաս կան, դեղից մի զինվորը ելավ կամ մի զորախումբ գնաց մյուս բան։ Բազա է, իրավունք ունի։ Բայց պետք է իմանանք մենք նախապես։ Ես սրանք տեխնիկական փոքրիկ դրվագներ եմ ասում ընդամենը։ Պետք է քաղաքի իշխանությանը տեղյակ պահես, որ 7 հոգի զինված հանում ենք, տանում ենք ստեղ, հետո ուղեկցություն կնշանակեն ոստիկանական, ինչ կանեն, մի խոսքով։ Այսինքն դրանք մեխանիզմներ են, որոնք պիտի անվտանգություն երաշխավորեն։ Տեսախցիկներ կշարեք այդ զորամասերի կողքերը, կհսկեք անցուդարձը, եթե առանց իրազեկման որևէ ելք լինի զորամասից որևէ զինվորի, անմիջապես մեր ազգային անվտանգությունը, եթե այդպեսին կա իհարկե, ըստ էության, զբաղվի այդ հարցերով։ Տագնապ հայտարարի, մարդկանց իրազեկի եւ այլն, ինչու պիտի մենք այս մասին 3 ամիս խոսենք եւ որևէ բան չլինի, որևէ բան չձեռնարկի իշխանությունը։ Այս խնդիրներն են, որ դեպքը բացահայտեց եւ մինչեւ հիմա չեն փարատված այս մտահոգությունները։ Սպասում են երևի մյուս բանին, համանման մի դեպքի։ Երևի այնտեղ ներսում խստացրել են մի քանի հոգու գործից հանել են, նորերին կբերեն տնեն տեղը պաման, կասեն լավ դե լուծվեց հարցը։ Հետո կգա մի հատ ուրիշ աննորմալ, կամ մի քանի ուրիշ խումբ աննորմալներ, ուռած կլինեն, ծագված կլինեն, խմած կլինեն, փողի կարիք կունենան, ջրի կարիք կունենան, բան դուրս կգան էլի մեկ ուրիշին կմորթեն, ու էլի նորից այս կարուսելը պտտվելու է ամեն անգամ։ Ախր սրանք այնքան հասարակ հարցեր են, ժողովուրդ։ Քվանտային մեխանիկա չկա, այդտեղ գենային ինժեներիա, այդպիսի բաներ չկա։ Հասարակ տեխնիկական լուծումներ ուզող հարցեր են։ Չենք ասում անարդար բան արեք, արդար բան ենք ուզում որ արվի, էլ ինչպես ասենք, էլ այդ իշխանությունը ումն է, եթե դու այդպես ես վարվում, մերը չես ուրեմն ուրիշ էլ ինչ ասեմ։ Այդ իրենց օրենսդրությամբ դա է։ Ժողովուրդ ջան, Հայաստանը հետևողականորեն կորցրել է իր ինքնիշխանությունը։
Դրա կուլմինացիան ըստ երևույթին եղել է սեպտեմբերի 3-ի Սերժ Սարգսյանի խայտառակ հայտարարությունը։ Սա դրա մետաստազներն են, սրա շարունակությունն է։ Կա իհարկե վարկած, հիմա խոսում են այդ հողերի հանձնելու կամ փոխանցելու հետ կապված, հա, ռուսական եկեղեցին եւ հարակից 1.5 հեկտար տարածքը ռուսական բազային հատկացնելու հետ կապված, կա ինչ-որ հիպոթետիկ խոսակցություն, ես հակված չեմ դրան հավատալ, բայց դուք էլ իմացեք, ասում է, այդպիսի մի այլանդակ հարցակում արեցին հայկական ընտանիքի վրա, որ եկուց որ հողեր տան ռուսական կողմին, հայերը խելոք մնան արդեն, վախենան եւ այլն։ Ինչի՞ էս հողերը տալիս, այ մարդ, ռուսական է եկեղեցին, հասկացանք։ Մեր սեփականությունն է, մեր հողում է, չէ՞, թող կան, կառուցեն, նորոգեն, աշխատեցնեն, ինչ է անունը, հավատացյալները թող գնան կան իրենց բան եւ այլն։ Ինչի՞ ես հանձնում։ Ինչու ես այդ հետնել եկեղեցին, ինչի ես փոխանցում իրենց տնօրին, մնկալու են զաբորը քաշեն, էլի հերթական ինչ-որ մի զորա կենտրոնը կամ ինչ-որ բան անեն։ 40 հեկտար հող Գյումրի քաղաքից հատկացված է ռուսական զորամասին։ Քառակուսի մետրը 5 դրամ բանով հարկի չափով, որի համար Գյումրու բյուջե ոչինչ չի մտնում։ Երբ այդ ամբողջը բազմապատկում ես իրար բան, տարեկան ստացվում է մոտավորապես 5 միլիարդ դրամի հարկ ու տուրք։ Բայց Գյումրին չունի այդ փողերը, զրկված է։ Եվ ուզում եմ տեղեկացնել, որ դա Գյումրու հատկացրածը չէ, դա Գյումրու ավականին չի որոշել, քաղաքապետը չի որոշել,